Պարոն Ստեփանյան, այս ժամերին Սաուդյան Արաբիայում տեղի են ունենում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ։ Կուզենամ ձեր դիտարկումները լսել ձախողված փորձից հետո, որը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում, ինչ արդյունքների կարող ենք սպասել։ Ես այսպես պատասխանեմ, ես ավելի մեծ արդյունքներ եմ սպասում Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններից, քան ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից, որովհետև այստեղ կա ակնհայտ մոտեցում, կոնսենսուսի մոտեցում, խնդիրը գինն է։ Ես կարծում եմ Թրամփը ուղղակի չափազանց մեծ գին է պահանջում Ուկրաինայից, ինչին Ուկրաինայի ցանկացած ղեկավար, այլ ոչ միայն Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ չէ, որովհետև վճարել այսպիսի գործարքի համար Ուկրաինայի ինքնիշխանությունով եւ տարածքներով որևէ ղեկավար պատրաստ չէ։ Եվ սա նորմալ մոտեցում է։ Ես կարծում եմ, որ բանակցությունները կշարունակվեն, այս փուլով չի ավարտվի, բայց լինելու է կոնկրետ պայմանավորվածություն եւ դրա հավանականությունը շատ բարձր է, որ Ուկրաինան եւ ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել գոնե առնվազն այդ ընդերքի հետ կապված մասով։ Իսկ հետագա զարգացումները արդեն ռուս-ուկրաինական բանակցությունների մասով ինչ կարող ենք սպասել։ Ռուս-ուկրաինական բանակցությունները բավականին ծանր հեղեղուկ թեմա է, որտեղ չկա որևէ որոշակի բան։ Այսօր ԱՄՆ-ի Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, որ մեկնելու է Մոսկվա, որտեղ պետք է հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ։ Ես կարծում եմ այդ բանակցությունների լինելիությունը եւ արդյունքը կախված է այսօրվա բանակցություններից Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ այստեղ կա շատ լուրջ խնդիր։ Եկեք հիշենք, թե Թրամփի առաջին ժամկետը նախագահական 16 թվականին, երբ որ էйֆորիա էր տիրում եւ երբ որ իրավիճակը շատ ավելի բարդ չէր, շատ ավելի բարձ էր, երբ որ չկար բացահայտ պատերազմ, 14 թվականի պատերազմը շատ ավելի լոկալ բնույթ էր կրում, երբ որ շատերը ասում էին, որ հիմա Պուտինը եւ Թրամփը կպայմանավորեն, նրանք ընկերներ են, բայց նրանք չպայմանավորվեցին եւ ոչ միայն չպայմանավորվեցին, այլ Թրամփը սկսեց Ուկրաինային մատակարարել ջավելին հրթիռային համակարգեր։ Ես կարծում եմ, որ այդ վտանգը կամ միգուցե Ռուսաստանի համար վտանգը կամ միգուցե բոլորիս համար դրական արդյունքի հավանականությունը կա նաև հիմա, եւ որևէ մեկը չի կարող այսօր հստակությամբ նշել, որ Պուտինը եւ Թրամփը կարող են պայմանավորվել եւ այդ գործարքը կնքել։ Ես ամենայն դեպս այս հարցում վատատես եմ, կամ ավելի ճիշտ լավատես եմ, ես չեմ կարծում, որ նրանք կարող են պայմանավորվել եւ Ուկրաինայի պատերազմը փակել խաղաղությամբ։ Կարող է լինել միայն հրադադար, եւ այդ հրադադարը մեծ հաշվով պայմանավորված է ոչ թե դրանով, թե Թրամփը ինչ է անելու, այլ ուղղակի նրանով, որ կողմերը իրոք հյուծված են, եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան, եւ պարզ է, որ մի օր հրադադար պետք է կնքվի։ Ամեն դեպքում Թրամփի դիրքորոշումը շատ ավելի կոշտ է, քան նախկին վարչակազմի դիրքորոշումը, թե օգնության կրճատման մասով Ուկրաինային, թե նաեւ հետախուզական տվյալների մասով հայտարարությունները։ Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմը շատ ավելի պրոռուսական դիրքորոշում ունի, եթե այսպես կարող ենք ձևակերպել, քան նախկինը, ու սա թույլ է տալիս արդյոք ասել, որ պատերազմի գոնե ժամանակավոր ելքը ոչ օգուտ Ուկրաինայի է լինելու։ Տեսեք, Թրամփի վարչակազմը ոչ որևէ դեպքում ավելի պրոռուսական դիրքորոշում չունի։ Սա այդպիսի կատեգորիա չէ։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Ռուսաստանի թշնամին, Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ-ի թշնամին, ուղղակի նրանք փորձում են կնքել գործարք։ Դա ժամանակավոր գործարք է, որը իրավիճակային բնույթ ունի։ Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերը եւ Ռուսաստանի շահերը կարելի է համադրել այնպես, որպեսզի այդ գործարքը կնքվի եւ իրոք Ռուսաստանը այդ ամենից օգուտներ քաղի եւ իրոք Ուկրաինան պարտության մատնվի։ Որովհետեւ Թրամփի համար այս ամենը խաղ է։ Սա խաղ է, բիզնես խաղ է, սա գործարք կնքելու արվեստ է, չէ՞, մարդը գիրք է գրել ժամանակին։ Իր համար քաղաքականությունը դա գործարք կնքելու արվեստ է։ Հիմա ինքը ցանկանում է ցանկացած գնով կնքել գործարք, բայց դա չի նշանակում, որ նա պրոռուսական դիրքորոշում ունի։ Եթե գա մի իրավիճակ, այս բանակցությունները գան եւ հանգեն մի հանգրվանի, որտեղ նրանք տեսնեն, որ այս գործարքի գինը բավականին թանկ է ԱՄՆ-ի համար եւ Ուկրաինան պատրաստ չէ այդ գինը վճարել, գործարքը չի կնքվելու։ Այստեղ չկա այդպիսի բան, որ Թրամփը պրոռուսական է կամ Ուկրաինային հանձնելու է, ինքը փորձում է հիմա մաքսիմալը քաղել այդ գործարքից Ուկրաինայի հաշվին եւ պահել եւ զարգացնել ԱՄՆ-ի շահերը։ Եթե Ռուսաստանը դրան չգնա,
այդ գործարքը չի լինելու եւ վերջ, կամ լինելու է այնպիսի պայմաններով, որից Պուտինը չի կարող օգտվել։ Հայաստանի մասով ինչ զարգացումներ կարելի է սպասել, առայժմ Թրամփի կողմից կոնկրետ մեր տարածաշրջանի մասով ոչ հայտարարություններ, ոչ գործողություններ չենք լսել, բայց ամեն դեպքում ընթացքի մեջ է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը ու նաև երբ Սպիտակ տանը տեղի ունեցած այդ հայտնի միջադեպից հետո շատ մեկնաբանություններ կային, որ Հայաստանի մասով Թրամփը եւս այսպես ոչ հայանպաստ դիրքորոշում կարող է ունենալ։ Կուզեմ անդրադառնալ դրան եւ ինչ կարող ենք սպասել։ Եթե մենք փորձում ենք ձևավորել սպասելիքները, մենք պետք է հասկանանք ամենակարևոր բանը։ Թրամփը չունի հայանպաստ կամ հակահայկական դիրքորոշում։ Նա այդպիսի մարդ չէ, որպես ինչ որ դիրքորոշում ունենա, որի հիմքում կարող են ընկած լինել անձնական էմոցիաները, հա։ Ամեն ինչ կախված է գործարքից։ Հիմա այս պահին Թրամփը դեռ չի հասել Հարավային Կովկաս, նա հասել է Ուկրաինա, Ռուսաստան, հասել է Իրան, որտեղ գործարքը առաջարկել է Ալի Խամենեին, մերժել է այդ գործարքը։ Հիմա Հարավային Կովկաս չի հասել, բայց դա չի նշանակում, որ նա չի հասնելու Հարավային Կովկաս, եւ այստեղ եւս լինելու է գործարքի առաջարկ։ Մենք պետք է սպասենք այդ առաջարկին։ Ես իմ բոլոր հարցազրույցներում առաջարկում եմ առաջարկին չսպասել, ձևավորել մեր սեփական առաջարկը, այդ առաջարկով հանդես գանք գործարքի։ Թրամփի ադմինիստրացիային։ Որն է այդ առաջարկը։ Մենք էլ առաջարկներ ունենք։ Դա ատոմակայանն է, որը պետք է կառուցվի ամերիկյան տեխնոլոգիաներով եւ հնարավորություններով։ Դա նույն ընդերքի շահագործումն է։ Մենք էլ կարող ենք առաջարկներ անել, դա մասնագետներն են ասում, որ մենք այդպիսի հնարավորություններ ունենք, ես դա չգիտեմ։ Դա քաղաքական կոմպոնենտն է, քաղաքական կոմպոնենտը որն է։ Արդյոք Թրամփը ցանկություն կունենա հասնել մեր տարածաշրջանում խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սեփական մոդերացիայի տակ։ Այնպես ինչպես դա անում է Ուկրաինայի դեպքում։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի դեպքում դա շատ ավելի դժվար է, որովհետեւ պատերազմը ակտիվ փուլում է, որովհետեւ կողմերը ունեն շատ տարբեր մոտեցումներ, իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ ցավոք սրտի չկա Լեռնային Ղարաբաղ, որը հայաթափվել է, եւ մենք ունենք պայմանագիր, որի 14 կետից, եթե չեմ սխալվում, 12-ը համաձայնեցված է։ Այսինքն այդտեղ շատ քիչ բան է մնում, որպեսզի մենք դրան հասնենք։ Ինչու ոչ մենք կարող ենք իրենց առաջարկել այդ դերակատարումը։ Եթե Թրամփը ուզում է լինել խաղաղության աղավնի, թող լինի մեր տարածաշրջանում։ Ալիևը թող հրաժարվի, եթե կարողանում է, կամ թող համաձայնվի։ Այսինքն մենք կարող ենք Ալիևին դեմ տալ այս հարցում։ Մենք շատ բաներ կարող ենք հետաքրքիր դարձնել Հարավային Կովկասը Թրամփի համար, մենք ասելով նկատի ունեմ բոլոր են կողմերը, որոնք որ շահագրգռված են։ Իսկ ով է ասել, որ Հարավային Կովկասը հետաքրքիր չէ Թրամփի համար։ Իսկ ով է ասել, որ Հարավային Կովկասը չի կարող լինել հետաքրքիր Թրամփի համար այն պայմաններում, երբ որ առևտրային պատերազմները Չինաստանի հետ շարունակվում են։ Իսկ դա փաստ է, իսկ մեր տարածաշրջանը դա այն տարածաշրջանն է, որտեղ պոտենցիալ կարող է անցնել միջին միջանցքը։ Իսկ միջին միջանցքը դա մի աշխարհաքաղաքական, հա, աշխարհատնտեսական նախագիծ է, որը ուղղված է Չինաստանի դեմ։ Եթե դա ձեռնտու է եղել Բայդենի վարչակազմին, ես չեմ կարծում, որ դա ձեռնտու չէ Թրամփի վարչակազմին, հետևաբար Հարավային Կովկասը գոնե այս մի ուղղությամբ, ես կարող եմ երկար խոսել այդ մասին, չի կարող չներկայացնել հետաքրքրություն Թրամփի համար։ Պարզապես դեռ ժամանակը չի հասել հետաքրքրությունների առաջնահերթությունների։ Իհարկե, իրանք շատ մեծ պլաններ ունեն, շատ մեծ բաներ է փորձում Թրամփը փոխել, շատ մեծ անձնական ամբիցիաներ ունի, ու միջև հիմա մեր տարածաշրջանը չի հասել։ Եւ ես օրինակ առաջարկում եմ չսպասել դրան եւ մենք սկսենք գործել այդ առաջարկները մենք ներկայացնենք։ Սա դիվանագիտական առաջարկների մասին է խոսքը։ Աշխատանքը դիվանագիտական միանշանակ, այո։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։